Ում կտայիք ձեր ձայնը, հօգուտ Հայաստանի եք ընտրելու, թե Արևմտյան Ադրբեջանի։ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն։ Նա ոչ թե կառավարել է, այլ վարել է, քանդել է։ Ես այդ գիտությունը 55 տարի այդ գիտության մեջ եմ։ Մինչև նոր ստրուկտուրա, ֆունկցիոնալ նոր ստրուկտուրա, կառավարման նոր սիստեմա չմշակես, ինչ է նշանակում, որ ես սահմանադրություն եմ գրել։ Դա Ալիևյան սահմանադրությունն է արդյունքում։ Ալիևի պահանջները կատարող սահմանադրություն է։ Ու մեր երկիրը կարգի կգա միայն եթե այս դեպքում, եթե այս մարդուն թերի զարգացած թերուս մարդուն ես արդեն սկսել եմ ուրիշ բաներից վախենալ ամեն քայլի դիմի, որ ինքը կարողանա հետաթորին մնա։ Ես մենակ դրանից եմ վախենում։ Ինչի միսիա ունի անելու, դրա համար ուզում մնա։ Ունի, բա Թուրքիայի խոսք ատվել, այնտեղ ստաժիրովկա է անցել, իրանք են պատրաստել Իրան, որ իրա պետության դեմ ինքը այդպես քաղաքականություն վարի, ուրիշ ոչ մի ձևի, միայն Թուրքիայի ու Ադրբեջանի օգուտի համար, շահերի համար։ Նիկոլը կյանքը բանակ ղեկավար է, մի կոլեկտիվի, մի հիմնարկի շփվել է աղջիկը, նա ոնց կարող վարչապետել, ճակատ են գերած էր, որ Նիկոլը պետք է վարչապետելի։ Ես այն գիտեմ, որ ընտրվեց Հայաստանը տալիս է թուրքերի։ Քաղաքացին պիտի ընտրի օգուտ Հայաստանի Հանրապետության, թե Ալիևի ասած Արևմտյան Ադրբեջան։ Հայաստան Հայաստանի դենտրի ոնց թե։ Ինչ պիտի անի, որ հանուն Հայաստանի լինի իրան։ Ես հանուն Հայաստան կանելու մենակ Սամվել Կարապետյանը կարող։ Ալիևը կան այնքան զառանցի որ։ Իսկ հիմա հայ-թուրքի հարցը։ Ով որ հիմա Նիկոլ Փաշինյան բաժանվեց, ուրեմն ինքը թուրքամ է, դա ուրիշ ձևի չեմ կարող բնորոշել։ Իմի Հայաստանի Հանրապետության Ալիևը ասում է, որ այս հողերը լրիվ Իրանն է եղել, Ադրբեջանը շուտ է կառուցվել, քան թե Հայաստանը, շատ բան է Ալիևն ասում։ Ինչ եք հավատում այդ ասացվածքներին, դա սուտ է։ Հունիսի 7-ին Փաշինյանը կընտրվի։ Դժվար, չեմ հավատում։ Այդ իրանց բառամթերքն է, իրանց բառա պաշարն է, ինչ ուզեն կարան ասեն, քանի որ բոլորը տեսնում եք պետական մակարդակում ոչ մի պատասխան չունենք, դրա համար ոնց ուզում խոսում են։ Թույլ առաջնորդ, թույլ ղեկավարի պատճառն է։ Այսինքն եթե, չգիտեմ, Ալիևը ավել բաներ ասում, Հայաստանից ոչ մի պատասխան չկա, բնականաբար պետք է ոնց ուզի խոսի ու ասի։ Յուրաքանչյուր հայ պետք է ընտրի, որպեսզի շարժվի դեպի ուժեղ Հայաստան։ Հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ոնց պիտի ընտրենք, որ ստացվի, որ ընտրում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ոնց պետք է ընտրենք։ Գնանք ընտրության, ընտրենք երրորդ համարին։ Չէ, մենք հանուն Հայաստան Ադրբեջանը վարուր ղեկավարի նկարը չտե ոտ դնում։ Ադրբեջանը 120 տարի է որ Ադրբեջանը եղել։ Հայաստանը պետք է ընտրի ուժեղ Հայաստան ու վերջացրինք։ Ադրբեջան вообще գոյություն չի ունեցել, պատմություններով լսելով հանդերձ 19 թվականներից հետո նոր Ադրբեջան գոյություն է ունեցել։ Լավ կլինի որ փոխվի կառավարությունը։ Ալիևի նոր մնաց աղաշարն է Ադրբեջան ասում։ Ալիևն ինչ։ Ալիևն ասում է մեր նախնիները ստեի բնիկներն են։ Այդ ոնց եղավ մի պատմաբան չելա որ Ալիևին հակադարձի որ այդ ինչ եք ասում, ինչ միասկերկու պետություն։